Հասարակական տրանսպորտի ոլորտի կանոնակարգմանն ուղղված բարեփոխումների շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակվեց եւ արդեն 2012-ի տարեվերջին Ամիրյան փողոց Մաշտոցի պողոտա խաչմերուկի հանդիպակաց 2 կանգառասրահներում մայրաքաղաքի բնակչությանը ներկայացվեց էլեկտրոնային չվացուցակի համակարգի փորձնական տարբերակը։ Շուրջ 50 ավտոբուսներում տեղադրվեց GPS սարքավորումներ, որոնք իրենց կոորդինատները բջջային ցանցի միջոցով ուղարկում են հաշվողական կենտրոն։ Հաշվողական կենտրոնում տվյալները մշակվում են կանխատեսող ալգորիթմի միջոցով, տվյալները փոխանցվում են օպտիկամարաթելային կապուղու միջոցով էլեկտրոնային չվացուցակի սարքավորումներ, որոնք տեղադրված են կանգառասրահներում։ Տվյալների ներբեռնման միջոցով ցուցատախտակին հայտնվում է երթուղու համարը, կարճ տեղեկություն սկզբնակետի ու վերջնակետի մասին եւ ժամանմանը մնացած րոպեները։ Միջակայքերի խախտումների հնարավոր թերությունները վերացնելու նպատակով կանգառասրահները վերահսկվում են տեսախցիկներով։ Փորձարկման եւ տեստավորման շուրջ 1 ամսյա փուլը հաջող անցնելուց հետո այժմ 22, 31 եւ 32 համարի երթուղիներին սպասող մեր քաղաքացիները արդեն իսկ ողջավորված են մայրաքաղաքում հայտնված նորույթով։ Մենք արդեն տեղյակ կլինենք, որ րոպեին, որ ժամին, որ համարը կգա եւ ինֆորմացված կլինենք։ Ժամերով անիմաց չենք սպասի, այդքան շատ լավ ծրագիր է։ Նայում ենք, գտնում ենք, գիտենք, որ ժամերին եթե կգա, այդ ժամին ենք մոտենում։ Շատ լավ է, որ համակարգը կա, կարամ ես մայրիկի զանգեմ, ասում զգուշացնեմ։ Չանհանգստանամ։ Գումես, որ արդեն առաջ խաղացում կա։ Շատ պետք է մեր քաղաքին, երկու իմաստով առաջինը, որ քաղաքակիրթ ենք դառնում չվացուցակների իմանալու համար, երկրորդն էլ բացի դրանից շատ գեղեցիկ է, շատ շնորհակալություն քաղաքապետարանին։ Իդեպ, եթե ավտոբուսը հայտնվում է խցանման մեջ, ապա ցուցատախտակին հայտնվում է ուշացման մասին համապատասխան գրություն։ Նաև քարտեզի միջոցով հնարավոր է տեսնել, թե որտեղ է գտնվում երթուղու հաջորդ ավտոբուսը։ Քարտեզը մեկ այլ նշանակություն էլ ունի, զբոսաշրջիկներին այն կհուշի մոտակա տարաբնույթ սպասարկման կետերի մասին։ Ցուցատախտակներից կարելի է տեղեկություն ստանալ նաև օդի ջերմաստիճանի, դրամի օրվա փոխարժեքի մասին։ Հետագայում համակարգը հասանելի կլինի նաև անգլերենով։ Մինչև այս ամառ նախատեսվում է եւս 400 տրանսպորտային միջոցներ կահավորել GPS սարքավորումներով եւ քաղաքի մարդաշատ կանգառներում տեղադրել եւս 100 էլեկտրոնային չվացուցակի սարքավորում։ Էլեկտրոնային չվացուցակի համակարգի երևանյան սարքավորումները իրենց տեխնիկական հնարավորություններով մեկ քայլ առաջ են ամբողջ աշխարհում կիրառվող նման սարքերից եւ կարող են այլ գործառույթներ էլ կատարել։